է արդեն։ Դե թե կապի մեջ է, խնդրեմ միացեք։ Խոսանք, մենք չենք տենում դեռ։ Ահա, տեսանք։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Ինչպես է թեժ ընտրական Գյումրին։ Ձեր շատ վատ ինտերնետի կապով։ Այն ինչ որ մենք տեսնում ենք, բավական լարված է, այստեղ ինչ թվում է։ Լավ է դա։ Լս։ Այմա միտեղ կանգնի, էլի, երևի այդ տեղից շարժվելուց է։ Միտեղում մնաք ես համարվա խոսամ։ Միտեղ հիմա բամ ավելի երևի թե մոտ կենտրոնական հատվածին, որպեսզի ավելի լավ լինի ինտերնետը։ Ոնց է հիմա։ Hello Malmo։ Գնում գալիս է, բայց որ միտեղ կանես կֆիքսենք մի հատ։ Լավ, ես աստեղ կանգնում եմ։ Կանգնեցի։ Մի վարքյան տենանք լավ տեղ ես կանել, թե չէ։ Всё, շատ լավ է։ Դե պատմեք, պարոն Մելիքյան, ինչպես է անցնում ձեր ոյաժը։ Այստեղ ինձ թվում է կարող է այսօր երևի թե Հայաստանի մայրաքաղաքը Գյումրին է դարձել, որովհետև Էլի քայլեց։ Քաղաքի ամենակենտրոնում նախընտրական Չէ, եմ քայլել, չէ, կարող։ Всё, լավ է։ Գնում գալիս է, բայց մեկա կապը։ Անհանգստանում ես։ Լավ, սպասեք մի փոքր ավելի հարմար տեղ տեղափոխվեմ, մի րոպե։ Խնդրում եմ, հա, էլի, մի հատ կապը կարգավորի։ Ոնց որ լավ է հիմա, գիտես։ Լսվում է։ Խնդրեմ։ Իմ մոտ 3G էր, հիմա դարձավ 4G, չգիտեմ ինչու։ Բա։ Նախ ողջունում եմ բոլորին, ունկնդիրներին, տղեկ ձեզ, ում ասես այսօր ստեղ չեմ տեսել, այտենց անհարվար ու անհաջող դեմքեր, այտենց ԿՊ-ն կարող էր այսօր հայտարարեր Գյումրին Հայաստանի մայրաքաղաք, որտեղ կեսից շատը պատգամավորների, կառավարության անդամների, համայնքապետերի, ԿՊ-ական այստեղ էին, բավական վատ տրամադրությամբ, էդ էլ ասեմ, ողջունում եմ իրաց։ Հա, տրամադրությունը վատ է։ Մաղթում եմ, որ այստեղ կպած է քաղաքի ամենակենտրոնում, բայց ես կուզեի շատ կարճ այդ ինցիդենտի մասին խոսել, այդ տատիկներին ձերբակալելու, տեսեք, օրվա մեջ այդքան խայտարակ ԿՊ-ի կողմից ընտրախախտումների մասին տեղեկություններ եղան, մի հոգի չձերբակալեցին, ընդդիմադիր թեկնածուների մեկի կողմնակիցներից 4 հոգի են ձերբակալել, որոնցից 3-ը տատիկ, 4-ը չգիտենք էլ ով է, մեկը 70 անց, մեկը 80 անց, երրորդը ուշադրություն 90 անց։ 90 մարդ են ձերբակալել։ Որը 90 տարի մարդը ապրի։ Ուրեմն, 90 անց տատիկ են ձերբակալել։ Ուրեմն, ինչն էր հարցը, երբ որ մեր Արսենը Բաբայան գնաց, տեղեկացավ, որ Երևանից քննիչները գալիս են։ Այսինքն շատ գրագետ բան էին որոշել, որ Երևանից գան քննիչները, ոչ թե տատիկներին տանեն Երևան։ Եվ մենք այնտեղ էին, երբ այդ քննչականի ղեկավարության ներկայացուցիչը քննիչները հասան, արդեն ես էի, Սերգեյն էր, Սոսն էր, եկան, այսինքն մենք տեսանք, որ այդ մարդիկ եկան։ Սա շատ կարևոր է, որ մենք տեսանք, որ այդ մարդիկ եկան։ Որից հետո մենք պայմանավորվեցինք արդեն ոստիկան Ընդհատվեց, հա, ոնց որ մի բազանգ եկավ դեր բան։ Այո։ Լսում եք։ Հիմա լսում եք, որից Մենք պայմանավորվեցինք, որ հեսա, ոնց որ եկան ՀԿՑ-ի քննիչները, հա։ Եվ մեր համարները փոխանցեցինք, ասեցինք հենց պատրաստ լինեք արդեն քննչական գործողության, մենք գանք։ Մի ժամ սպասեցինք, ձեն չկար։ Գնացինք բոլորով։
երկար չսպասեցինք, այնպես չի որ այնպես երկար սպասեցինք։ 5 րոպե մոտավորապես հետո դուրս եկան, մարդ էին ուղարկել, բա տղեկ ջան, տեղափոխել ենք տատիկներին Երևան։ Բայց ի՞նչն է պատճառը։ Գիտեք, դա մեղմ ասած դաղալություն էր։ Հիմա ՀԿՑ-ն, եթե հատուկ քննչական ծառայությունն է, ապա Երևանում է զբաղվում, Երևանում կարող էր քննչական, իսկ կարող էին տեղափոխել, բայց երկու գործոն մեկ։ Արդեն իսկ եկել էին քննիչները, մենք տեսանք այդ մարդկանց։ Մենք այդ մարդկանց տեսանք, քննչականի ղեկավարներից մեկին անձամբ ես տեսա, բարևեցինք իրար։ Այլ քննիչներ, այսինքն արդեն քննիչները եկել էին։ Իրանք տեղում որոշում կայացրեցին տատիկներին տեղափոխել։ Ու չգիտեմ պատճառը որն են։ Գուցե նաև տեղեկացել են, որ մենք ենք ներգրավում եւ մենք իրանց առերևույթ էս բառը օգտագործեմ ապօրինություններ ջրի երես կհանեինք։ Այդ ոչ ստանդարտ բան ասեք, 80-ից տատիկներ են ձերբակալում։ Որ մեր պատկերացմամբ այստեղ որևէ խնդիր չկա, որտեղ եթե լիներ իրենց սովորության համաձայն ինչ-որ տեսագրություններ միանգամից կհանեին, ձայնագրություններ եւ այլն, այդպիսի բան չկա։ 2017 թվականի 17 թվականի ինչ որ ընտրախ խախտումների հետ կապված չգիտեմ ինչ։ Չգիտեմ կոնկրետ, չենք կարողացել այդ մարդկանց հետ մենք շփվել։ Միանգամից ափալ-թափալ տեղափոխել են Երևան, այսինքն այդ որոշումը կայացրել են ավելի եւ ես հստակ կարող եմ ասել այդ փաստի ուժով, որ իրավապահ մարմինները ԿՊ-ի քարոզչության հետ աշխատում են շատ սիրուն ձերքի տված եւ սա դրա դրսեւորումն է։ Այս կարող եմ ասել, մնացածը ինձ թվում է դուք ավելի շատ եք տեսնում, մենք փողոցներով շրջում ենք, նաեւ իրեք ինչներ հետաքրքիր ես էլ ասեմ, պես կապ չունի այդ կանոնությունների հետ, որոշեցին գնալ Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարան, տուն թանգարան, ներս մտանք, ասենք այսքան մարդ է եկել, գալիս են, դե ասում են, չէ, մարդ չկա, համարը մարդ չի եկել, էլի։ Այսինքն տենց Գյումրու նկատմամբ հարգանք լիքը մարդ։ Դե մի օրինակ ներողություն։ Վիլեն Գաբրիելյանը Ֆրունզիկի տուն թանգարանում ոչ էր լակելու։ Եկել է մարդը լակելու, լակած ճոճվելու ուտեղ։ Ինչ գնար ընդեղ ինչ է։ Գիտեմ ինչ եք ասում, այդ ես չեմ տեսել, այդ դուք եք տեսել երևի։ Դե հա, խմած կանգնած է։ Տեսել եմ միայն տխուր, ես միայն տեսել եմ միայն տխրադեմ ԿՊ-ականների։ Չէ, Լուրջ Բելիքյանը տխրություն կամ այլ հարբացության մեջ ԿՊ-ականների չեմ տեսել։ Տխրությունը իրոք նկատելի է։ Դե ակնհայտ է, հիմա շտաբը կենտրոնում է, ուզած քաղաքում տեղաշարժվելու համար պետք է իրանց այդ ամենակենտրոնական հատվածում մեծ շտաբի մոտով անցնես, ով ասես չկա, Կհիշես Երևանի ավականու ընտրությունների ժամանակ այդ բանում ԿՊ-ականների շտաբի մոտ պիպետկեք էին նկարել։ Հիմա որտեղով անցնում եք, դարդից պոլերին բան չկա։ Չգիտեմ, ես չեմ տեսել, ամեն դեպքում այն կարող եմ ասել, որ բավական այսպես լարված ճակում են մարդիկ եւ ես ողջունում եմ դա, մաղթում եմ, որ այդ լարվածությունը շարունակվի պահպանվել։ Այս արդեն բան չմնաց։ Քանիսն է, 10 րոպե չմնաց, որ դի արդեն հաշվարկը հուսով ենք, որ այս մեծ ակտիվությունը դրական երևույթ է, տեսնենք։ Այո։ Շնորհակալություն, Ռուբ ջան, կապի մեջ կլինենք։ Դեռ կզանգենք։ Հաջողություն կապի մեջ։ Լավ։ Հաջողություն։ Տխուր ԿՊ-ականը լավ բան է։ Իրանը դասել։ Նկարել մայկաբան սարքել, տխուր ԿՊ-ական ուրախ թուրքը